Տաղավար մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ ինչ որ հարցից կուզեք սկսել, չնայած վերջերս տեղակայեցավ Հայաստան դաշինքի մեծ համագումարը, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարեց, որ գալով իշխանության ինչ պատասխանատվության ես ենթարկվելու մեր զավակներին տանելով մահվան, Արցախը ուրանալով, խնդրեմ։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, բարև հայրենակից։ Իսկապես արդեն 3-4 օրն է ամբողջ հանրապետություն ալեկոծվում է Հայաստան դաշինքի այդ համագումարից, համաժողովից, ով ինչպես ուզում է թող անվանի, այդ մեծ միջոցառումից։ Ես նախ պիտի օգտագործեմ պահը եւ շնորհակալություն հայտնեմ այդ ռեժիսորին, կազմակերպչին, ով այդպիսի չքնաղ տեսարաններ էր ընդգրկել այդ ամբողջ միջոցառման ժամանակ։ Ժողովուրդ, դա քո երկիրն է, դա քո Արարատ սարն է, կողքին փոքր Մասիսը, դա բիբլիական լեռն է, որը մեր ինքնության վկայագիրն է, դա բիբլիական այն լեռն է, որի վրա ոտք դնողը առաջին հերթին սարսուռ է զգում, այդ ապրումներ ունեցել եմ ես և մի տեսակ կակազություն առաջացավ մոտս, որտև ես չէի պատկերացնում, որ ես արժանի դարձա այդ լեռան հողը տրորելու։ Մինչդեռ այս Արարատ սարով ինչպիսի այլանդակ ատելություն են ցանկանում մարդկանց մեջ ներարկել այս քպական որջի բնակիչները։ Արարատը մեր լեռն է, մեր ինքնության հավաստագիրը, մեր ինքնության առհավատչան, և մենք պետք է ամեն օր այդ մասին չմոռանանք, որովհետև ով մոռանա, կկուրանա, ով իր անցյալ իր արմատները մոռանա, պիտի որ կուրանա, այդպես չի կարելի, ինչպես սրանք են վայրահաճ տալիս, այս սրանց ինչ է եղել, որ, ինչ է եղել, ուտելիքը ձրի, ավտոբուսը ձրի, խայտարակությունն էլ ձրի, երգում են, պարում են, արտասանում են, չգիտեմ ինչ են անում, բայց կարևորը որ լափում են, որևէ երկրի առաջնորդի մինչև հիմա տեսած կաք եթերում ինչ-որ բան ուտի, սա չգիտեմ ինչով է ուտում, մենակ բերանով չի ուտում, աչքերով, հոնքերով, ոտքերով է ուտում անգամ, միայն թե ուտելիք լինի, այս վերջերս անընդհատ ինչ-որ նոր բաներ է ցույց տալիս, թե ինչպես է լափում, այ անկիրթ, այ անդաստիարակ, այ չմարդ պարզապես, բոլորն էլ ուտում են, բոլորն էլ կերածը մարսում են, բայց այնպես չեն լափում ինչպես դու, որ շատ-շատերն ասեն, կուլ տվեցիր, բայց փորիցը դուրս չգա, դու ես ժողովրդի մեղքի տակ ես, մասնավորապես այն մասի, որոնք այնքան գիտակից չեն, որ քեզ զգան, որոնք այնքան կրթված չեն, որ քո այս այլանդակությունները, այս այլասերված գործողությունները կարողանան ճշգրիտ ընկալել ու հակադարձել։ Այն օրվա համագումարից հետո, ինչ ճիշտ է, ես արդեն քանի տարի, 7-րդ տարին լրացավ, 8-րդ տարին, որ սպասում եմ, թե Քոչարյանը երբ պիտի դուրս գա ասպարեզ, ես այս հարթակը շատ եմ օգտագործել նրա մասին խոսելու, բայց այն օրվանից հետո մի ուրիշ գնահատական ստացավ անձամբ իմ աչքում, երբ որ մարդը, որի գործերը դեռ դատարանում են, 7-րդ տարին է, նա դատարանում քաշքշուկների մեջ է, չեղած հոտվածով մարդկանց են դատում, ես քանի անգամ ասել, ժողովուրդ, մի անգամ արի դատարան, 5-6 հոգի են գնացողներս, այդպես չի կարելի, դուք ավելի շատ բամբասանքի եք ականջ դնում, ականջալուր լինում, քան ուզում եք ձեր աչքով, ձեր ականջով իմանալ, հասկանալ ով է։
երբ որ նա ասաց ես չեմ հանգստանա, մինչև այս չարիքը չպատժվի, ես մի առանցին հպարտություն զգացի, ինչ ճիշտ է, որովհետև Ֆրանսիայի հրապարակի այն վրանային պայքարի ժամանակ ես ինքս իրեն մեղադրեցի, որ պարոն Քոչարյան, այսօրվա այս իրավիճակը նաև ձեր սխալ նետած բումերանգի հետևանքն է։ Ինքը հարցրեց, ինչ էի նկատի ունեմ։ Ասացի հիշեք, երբ որ դուք անցաք իշխանության գլուխ, մարդիկ կային, որ ձեզ մեղադրում էին, թե ինչու չպատժեցիք ՀՇ-ի թալանչիներին։ Դուք այն ժամանակ պատասխանեցիք, մի բուռ ազգենք, որ սկսենք պատժելուց, ինչ կմնա տակը։ Ես ձեզ հասկացա, որովհետև ձեր իրավիճակն էլ այդքան լավ չէր, որտեղ դուք ժառանգել էիք ավերակված երկիր։ Մինչդեռ ԿՊ-ն ժառանգեց կամ զավթեց ծաղկուն մի հանրապետություն։ Դուք ժառանգել էիք, պարոն Քոչարյան, կործանված արդյունաբերություն, խեղճ ու կրակ գյուղատնտեսություն, դուք ժառանգել էիք չջերուցվող դպրոցներ, դուք ժառանգել էիք ցուրտ դասասենյակներ, ցուրտ մանկապարտեզներ, եթե հնարավոր էր մանկապարտեզ կոչել։ Հիմա սրանք զահլա են տանում, պատրաստի վրա եկել նստել են, շատ-շատերը չեն էլ հիշում, թե այդ մանկապարտեզները, այդ ճանապարհները, այդ արդյունաբերական կոմպլեքսները, գյուղատնտեսական առաջընթացը, ինչի շնորհիվ կամ ում ժամանակ եղավ։ Ժողովուրդ դու մեղք ես գործում, դու չես գնահատում այն հանճարեղ քաղաքական գործին, որը այսօր կարծես երկնքից ընկած լինի բոլորիս համար։ Ես մեծադղորդ բառեր չեմ արտասանում, նա այդ անձնավորությունը, այսինքն խոսքը, երկրորդ նախագահ պարոն Քոչարյանի մասին է, կարծեք երկնքից ընկած նվեր լինի այսօր մեզ համար։ Մենք պետք է նրա շուրջը համախմբվենք, նրան ջերմ վերաբերվենք, նրան հուսախաբ չանենք, որովհետև մարդը ինչքան էլ հզոր լինի, ինչքան էլ հանճարեղ լինի, մենակ չի կարող, նրան հենարան է հարկավոր, հենարան, ժողովուրդ դու պիտի դառնաս նրա հենարանը, որովհետև մարդ, որը քաջատեղյակ է համաշխարհային անցուդարձին, լինի դա տնտեսական բնագավառը, լինի դիվանագիտական բնագավառը, լինի ռազմական բնագավառը, մարդ, որը պարզապես քաջատեղյակ է, մենք պարտավոր ենք անսալ նրա ձայնին, այն, որ ինքը ասաց, ես չեմ հանգստանա, մինչև այս չարիքը չպատժվի, ես երեկ լսում էի են մի հավկա է առողջապահության նախարարի պորտվելը ձեռքին, որին մի երկու անգամ ասել են, որ գնա պոդիում, մի հարկին ես, ենտեղ կարող է մրցանակ բերես, այդ ոչ ու փուչը, այդ անգրագետը կարելի ասել, կանգնած ասում է, թող հանգստացնող դեղեր ընդունի, այ հողս գլխիդ, այ հողս գլխիդ, էդ դու ես հա նրան դեղորայք մատնանշում, այ հիմար դու էլ մի քիչ այնպիսի դեղեր ընդունիր, որ գոնե խելքդ ինչ-որ բան հասնի խոսելուց առաջ, մտածելու կարողություն ունենաս, այ հավ, ու այդ Նիկոլի էքերը բոլորը անխտիր, մեկը չկա մեջները մարդավարի, նորմալ, որովհետև են լղարերի կատուն ինչքան ընկերուհի ուներ, բերեց խսկեց բոլոր ուժային կառույցներում, կառավարության պատասխանատու պոստերում և իբր թե ինքը հեռացել է։ Ես վիրավորվում եմ բոլոր նրանց կողմից, կլինեն լրագրողներ, կլինեն չգիտեմ ովքեր, պաշտոնյաներ, թե ոչ, որ չեն ասում, նրա նախքին կինը, այդ որտեղի կինն է, որտեղ է գրանցած, բերեք մցրեք աչքս,
Այնարդ ես չեմ հասկանում, այդքան կծնելու կարիք ունեք, որ չեղած բաննել եք ստեղծում, չի կարելի, Աստծո ու հասարակության օրենքների դեմ մեղք եք գործում, չի կարելի։ Ես համոզված եմ, Քոչարյանը հաղթանակի դեպքում, իսկ դա բոլորիս ուսերին է ծանրացած, մենք բոլորս պարտավոր ենք դա անել, այս երկիրը նորից կհանի ճահճից, ինչպես 90 թվականների վերջում, երբ ժառանգեց ավերակված երկիր, իսկ թողեց շենացած երկիր, չմոռանանք, թողեց երկու հանրապետություն, թողեց երկու ռազմական, բավարար, լիարժեք զինված բանակ։ Ես չէ որ ասում եմ, մասնագետներն են ասել, օտար մասնագետներն են ասել, որ Անդրկովկասի ամենազորեղ բանակը դա հայկական բանակն է։ Ես հիմա երանի եմ տալիս այն ժամանակներին, երբ ես գնում էի, իմ պիեսները տանում էի մեր բանակի զորամասերը և այնտեղ բում էր բարձրանում հայրենասիրական թեմաներից։ Այսօր դպրոցներում արգելում են հայրենասիրությունից խոսել։ Ես միշտ ասել եմ, եթե նախկինների ժամանակ եղել է թալան, դա եղել է զուտ նյութի թալան, իսկ դուք թուրքական մզվածքներ, դուք թալանեցիք ոչ միայն նյութը, դուք թալանեցիք այս միամիտ մասսայի հավատը, հույսը, ոգին, հոգին, և նախին թալանչիները չպատժվելով, ինչպես ասում եմ, բնակավայր ընտրեցին նրա թողած մյուս իշխանության ժամանակ, այնտեղ է լավ կարգավորվելուց հետո հանգրվանեցին այդ թուրքի լամուկ Նիկոլի թևերի տակ։ Բոլոր այն ժամանակվա 90-ական թվականների թալանչիները բոլորը Նիկոլի թիմում են հիմա, բոլորը անխտիր։ Եվ ես զարմանում եմ Աստծո համբերության վրա։ Գիտեք, Աստված շատ համբերող է, բայց նաև Աստված արդար է, վերջի վերջո, արդարության սուրը երկնքում կշողա, հիշեք այս մասին, ու բոլոր այդ այլասերվածները, թալանչիները, բոլոր ոչ հայերը, իշխանությունը զավթած այլասերվածները պատասխան են տալու։ Երիք չէ առաջին օրը համացանցում լուր կար, որդեգրման են թույլ տվել միասեռականների, էսելու պրծ, ինչպես կասեր դասականը, ժողովուրդ, 8 տարի առաջ կանք հասարակական կազմակերպությունը, ավել ճիշտ նախաձեռնությունը, ներողություն, Վահագն Չախալյանի գլխավորությամբ, 1 տարուց ավել ստորագրահավաք արեց, կանխելով Ստամբուլյան կոնվենցիայի այդ վավերացման ընթացակարգը։ Մենք բնության բոլոր եղանակներին կարկուտ է եղել, անձրև է եղել, շոկ է եղել, սառույցի վրա են կանգնած անցկացրել ամբողջ ձմեռը, թույլ չտվեցինք, որ վավերացվեր, որ այսօր սուս, փուս, միասեռականներին երեխա որդեգրելու թույլ տվություն տան, բա դու ուր ես ժողովուրդ, ուր է քո նամուսը։ Այդ երեխաները, որոնց տալիս են որդեգրման, էլի մեր երեխան է, բոլորինս է։ Այդ երեխաները մեղք չեն, ափսոս չեն։ Ինչ գիտեք այդ երեխան ապագա տեզերագնաց կլինի, թե կանքեր փրկող բժիշկ։ Ինչու ես անտարբեր վերաբերվում։ Մինչև երբ պիտի դու համբերես այս այլասերված երևույթներին։ Այսօր 5-րդ դասարաններում երեխային սովորեցնում են պահպանակ օգտագործել, էս է Նիկոլի բերած Հայաստանը։
ու ծնողները լուրը մունչ հանդուրժում են այս բոլորը։ Քանի անգամ ես այս նույն հարթակից, ուրիշ լրատվամիջոցների հարթակներից ճչացել եմ, թե մի թույլ տվեք երեխաները այդ դասերին նստեն, մի թույլ տվեք, մի վճարեք այդ ախտեղություն համարվող, ներողություն, դասագիրք համարվող ախտեղության արժեքը, բայց ինչ, չգիտես ինչու այսքան հնազանդ հարց եք դարձել ծնողներ։ Ձեզ մոտ ազգային պատկանելությունը մեռած է, ձեզ մոտ ազգային մտածելակերպը դադարել է գոյություն ունենալ։ Ով պիտի այս հարցերի մասին մտածի, եթե ոչ ժողովուրդը եւ առաջին հերթին ուսուցիչը։ Ես այսօր խղճում եմ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր վախենում են ծպտուն հանել։ Վայ, Նիկոլը կնեղանա։ Բայց ինչն է ավելի ցավալի, ոչ այնքան այն փաստը, որ շատ կան Նիկոլին ուղակի ոտով, գլխով նվիրվածներ, այլև, որ իբր թե Նիկոլին չեն ընդունում, բայց երեխաներին խարդախություն են սովորեցնում դասագրքերը սեղանի վրա կամ դարակում պահելու այդ անցքով։ Դուք ինչ եք անում, այսօր երեխա է վաղը միսօր կհասունանա, անեցքով կհիշի իր ուսուցչին, ով իրեն սուտ էր սովորեցնում, չէ որ սուտը ծնվել է Նիկոլից։ Նիկոլը սուտ չի յուրացրել, սուտն է ծնվել Նիկոլից ու Քպեից, այլանդակությունն ու այլասերվածությունն է ծնվել Նիկոլի մտքերից, նրա մեղա, ոնց անվանեմ ես գիրք, որին երդվել եմ մատով չեմ կպնելու, որտեղ դա կեղտ է, դա թույն է, դա վարակ է, բայց ժողովուրդ, այս գրքի գլուխներին ծանոթանալուց հետո, նրա մտքերին ծանոթանալուց հետո էլ մնացիր Նիկոլի սիրահար, Ես ինչ խայտարակություն է, ես ուղղակի, ես ամաչում եմ, անկեղծ եմ ասում, ամաչում եմ։ Բագրատ Սրբազանին, ինչքան մարդ չէ, պարզապես մոլորված կասեի, որ ասում են, մտածում են, թե Բագրատ Սրբազանը իշխանություն էր ուզում յուրացնել, իրա ինչ գործնա խառնվել պետության գործերին, այդ ձեր տունը շինվի, պետություն կա, որ Բագրատ Սրբազանն էլ խառնվում է պետության գործերին, եթե պետություն ունենք, մեր պետական սահմանները, ինչու են օտարի հսկողության տակ, ինչու են օտարի ոտքի տակ, եթե պետություն ունենք, ուր է մեր ազգային ինքնավստահությունը, ուր է մեր ազգային առաքելությունը, եթե պետություն ունենք, ուր է մեր ազգային պատմությունն ու մշակույթը, ուր է, ով պիտի այս մասին պատասխան տա, մենք այսօր պետություն չունենք, ունենք պետության իմիտացիա, որ անգրագետ տհաս մասային Նիկոլին հաջողվում է պարզապես անել իրենով և համոզել, որ պետությունը դա է, կառավարությունն էլ ինքն է որ կա, ես արդեն մեկ անգամ օգտագործել եմ հարթակը ու ասել, այ փնթի շուն, քեզ նման մի փնթի էլ 16-րդ դարում կար Լյուդովիկոս ներողություն 14-րդ անվանումով, որից զզվում էին, որովհետև շան հոտ էր փչում վրայից, այ հիմա քեզնից շան հոտ է փչում, քեզնից հոտած շան ավելի ճիշտ, հոտած շան հոտ է փչում, Նիկոլ, քեզնից քո գաղափարներից, քո բերանը հենց բացում ես, օդնապականվում է, որտեղ ոչ մի իմաստալից նախադասություն դու չես կարող արտասանել, գրողությամբ այդ պահին ես չեմ կարող ինձ զսպել, ասում եմ գրողությամբ, Աստված տեսնի քո դատաստանը, ես չեմ պատկերացնում, որ քո մեջ մի կաթիլ արյուն լինի,
Ես կհրաժարվեմ իմ կենսագրությունից, եթե քո մեջ մի կաթիլ հայի արյուն հանկարծ ի հայտ գա, որտեվ քո ընկեցիկները կպեն հիմնականում ընկեցիկներով են լցված, որ մեկին հարցում ես հայրնով է, ուզում ես իմանալ, ծագում չկա, օրինակ են Ալեքսանյան Վահագնը, օրինակ են ուղտերի սովորույթներին այնպես հրաշալի վարժված Ալոնան, մայրը թքող, ինքը թքող, այսինքն ինքն էլ թուկումներից է ծնված, քպեում ցույց տվեք մի նորմալ մարդու, չկա, այդ ավտոբուսը, որ ցույց էին տալիս, ես մեկ-մեկից թվում էր, թե այն Ռուբեն Ռուբինյան կոչվող թրքարած սեր լամուկը, որ չի պարում, ուղղակի նստած է, ինձ մեկ-մեկ թվում է, թե նա մտածում է, լավ, այս երգել պարելով են Անահիտ Ավանեսյանը, այ քեզ բան, այս ինչի վրա եք այսքան ուրախ, մեկ-մեկ թվում է, թե են որոնք որ չեն պարում, նստած մտածում են, ոնց անենք, որ գլուխներս այս ավտոբուսից պրծացնենք, հաստատ այդպես են մտածում, կամ պարուհին, գլխավոր պարուհին չի պարում, մենակ վերընկած զղկտվում է, կամ դու, Նիկոլ ես ինչ զահր ու զիբիլ ես, ավտոբուսի մեջ, քեզ չհամապատասխանող գլխարկով, ինչու ես նստած, այդ գլխարկով փողոցում ես, այդ գլխարկով ավտոբուսի մեջ ես, այդ գլխարկով խժռում ես, այդ գլխարկով գնում ես աշխարհի այս ու այն երկիր, հերիք է խայտարակ լինենք, ժողովուրդ, այս կապելու խելառ է, կապելու գիժ է սա, հասկացեք, էլ ինչքան զուլում բերի երկրի գլխին, որ դու հասկանաս, որ չպիտի լռես, և ես ուզում եմ խոսքս ուղղել ոստիկանությանը, ներքին գործերի տիկին նախարար, արդարադատության տիկին նախարար, այդ որ խոսում եք, հայացքը այստեղ այնտեղ թափառելով, դուք գոնե ներքուստ ընդունում եք, որ դուք կեղծ եք, դուք խտացրած սուտ եք, դուք խտացրած անբարոյականություն եք, որտեղ ձեզ համար ազգ պատիվ, հայրենիք, գոյություն չունի, կա պաշտոն, դուք պաշտոնյա չեք, դուք պաշտոնամոլ եք, ուրիշ ոչ մի բան չեք, վաղը մի սոր կանցնի, այս վիճակը կանցնի, հետո ոնց եք պատասխան տալու, բա հետո ուզում եմ մի երկու խոսք ասել զորավարժությունների մասին, ուրեմն Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը զորավարժություններ են կատարում Հայաստանի սահմանների վրա կարելի ասել, ես ոչխարը վերընկած թրիպ է գովերքում, այսեղ այնտեղ է վազում, լուսանկար է ձեռք բերում, լավ ասաց նախագահը, մեկ լուսանկարի համար փոխել հայրենիքը անբարոյականություն է, այդ լուսանկարը կարող է ազդել միայն տգետ, տհաս, անկիրթ մարդկանց վրա, որ ասեն, վայ, տեսեք Նիկոլը Թրամփի հետ լուսանկարված է, մի կապելու խելառել Թրամփն է էլի, մարդասպան, կատարյալ, ինքը չէր որ ասած, եթե ես նախագահ լինեի, ռուս-ուկրաինական պատերազմը չէր լինի, այ որ անցնեմ իմ իշխանությանը, երկու օրում պատերազմը կկանգնեցնեմ, վաղուց տարին անցել է, վաղուց է անցել, քանի պատերազմ ես դու ինքդ բերել, պարոն Թրամփ, վաղ միսոր իմպիչմենտը կոկորտին կչոքի, դու կդառնաս Ամերիկայի պրեզիդենտներից երևի ամենաանփառունակը, դառնալու ես այդպիսին, որտեղ քեզ շպրտելու են դուրս, որովհետև դու
ցանկանում ես երկիր կուլ տալ, Կանադայի կուլ տալ, Գրենլանդիա կուլ տալ, Մեքսիկա կուլ տալ, Իրան ես փորձում կուլ տալ, Իրանը շատ ամուրընկույզ է, քո ժանիքները չեն կարողանա Իրանին կուլ տալ, դու գիտես, երբ որ քո ղեկավարած երկիրը 250 տարի նոր պիտի լրավան տոնի, Իրանը 5000 տարվա պատմություն ու մշակույթ ունի, դա Ֆիրդուսու երկիրն է, Սաադիի երկիրն է, Խայամի երկիրն է, ժողովուրդ, դու քեզ այդքան անտեղյակ ու այդքան անբարո մի պահիր, Իրանը մեր բարեկամ հարևանն է, Իրանն էր, որ 90-ական թվականներին այդքան օգնության ձեռք մեկնեց, Իրանի շնորհիվ էր, որ հայ-իրանական սահմանը մնաց անխաթար գոնե մինչև հիմա, իսկ հիմա ուզում է թրիփին նվիրել, ինչ թրիփ, ԱՄՆ գիշատիչ է, որը նայում է, երբ որ մի ավելի ախորժալի յուղոտ որս կա, այդ մեկը կիսատ կթողնի, նրա վրա կհարձակվի, այդպես որ մենք էլ այդ բախտին կարժանանանք, եթե դու հունիսին թողեցիր, որ այս արնախում կպեն, մնա իշխանության գլուխ, այնքան են լկվիացել, այնքան են, գիտեք, ներքոս զգացում է, որ իրենք շատ մտահոգ են հունիսի 7-ի կապակցությամբ, բայց ինչպես ժողովուրդն է ասում, կոտեր չեն ընկնում, աշխատում են տարածել այնպիսի տպավորություն, որ իրենք վստահ են իրենց հաղթանակի վրա, չէ, դուք չեք հաղթելու, ժողովուրդ, դուրս արի, հունիսի 7-ին մի մնա տանը, ով մնաց տանը, նա դավաճան է հայոց, նա ավելի վատն է, քան Ներուժան Արծրունին, քան Վասակսյունին, ով մնաց տանը հունիսի 7-ին խոսքս անկարների մասին չի, խոսքս այն ծայրահեղձաներ վիճակում գտնվողների մասին չէ, ով մնաց տանը նա դավաճան է, պետք է դուրս գալ, պետք է գնալ, իր ձայնը իրացնել, իր պարտքը երկրի նկատմամբ, ազգի նկատմամբ կատարել, որպեսզի այս ծանր, այս թշվառ վիճակից մենք կարողանանք երկիրը դուրս բերել, կարողանանք երկիրը դուրս բերել ճաշից, դա մեր բոլորի պարտքն է, թող որևէ մեկը չասի, թե ինձնով է պայմանավորված, այո, բոլորով պայմանավորված է։ Այս ԿՊ-ն 2 օր առաջ նորից մի հայտարարություն արեց կառավարության մակարդակին, ներողություն եմ խնդրում, որ ես այդ բառը արտասանում եմ, որտեղ մենք կառավարություն չունենք, ունենք հավերի կոնգլոմերացիա, որովհետև եթե վարչապետի աթոռին այսպես զմրսված է կանգնում ասում է կառավարությունը ես եմ, ով կհամարձակվի իմ դեմ դուրս գալ, ուրեմն այնտեղ կառավարություն չկա իրոք, հավեր են, հավեր ու ավանակներ, ես ուրիշ անուն չեմ գտնում, բա 14-15 նախարար կա իբր, այսինքն նախարարի աշխատավարձ ու պարգևավճար ստացողներ, ոչ թե նախարարներ, բա դրանցից մեկն ու մեկը չվիրավորվեց, որ ասի, մեծարգո վարչապետ, ինչպես թե կառավարությունը դուք եք, բա մենք, գիտեք ինչից է, որ չեն ասում, որովհետև ոչ մեկը ներքուստ նախարար չի, որովհետև սրանք չեն հասկանում, որ իրեն ձեռքն են վերցրել երկրի ճակատագիրը, ազգի ճակատագիրը և պատասխանատու են այդ ճակատագրի համար, դրա համար էլ սուսպուս նորահարսի նման սպասում են, թե ով իրեն շաբաշ կտա, որ պարեն, սրանք ես երբ են դարձել այսպես հնազանդ, այսինքն երկիրը վերածվել է
միապետության մեզ վրա խաբար չկա։ Բայց միապետություն էլ չէ։ Օրինակ ես կուզենայի այսպիսի թշվառ կառավարության, այսպիսի թշվառ ժողովրդավարության փոխարեն ունենայինք մի հատ բռունցք թագավոր, որի համար ազգը, երկիրը, հայրենիքը կլինեին ամենագլխավորը եւ նրա պաշտպանությունը ամենամեծ բարձանքը կլիներ, ոչ թե այս հիմարները իրենց մենակ լափելու համար են, մենակ լափելուց են հասկանում։ Ես չեմ կարող հիմա չհիշատակել իմ լավ բարեկամ, իմ լավ ընկերոջ, պայքարի իմ ընկերոջ Վահագն Չախալյանի անունը։ 8 տարի ես ճանաչում եմ Վահագն Չախալյանին։ Մարդ, որը հանգիստ չունի, մարդ, որը 14 տարեկանից վրացական բանտի համ է տեսել, մարդ, որի մասին Սաակաշվիլին այն մյուս դեգեներատը, ներողություն եմ խնդրում օտարի բարի համար, եթերում հայտարարեց, որ ինքը 3 թշնամի ունի, Պուտին, Իվանիշվիլի և Վահագն Չախալյան։ Վահագն Չախալյանը առողջական վիճակով սարսափելի վիճակի մեջ է գտնվում, նրան ցնցումների մեջ նախանցած 5 շաբթի օրը դատարանից տարան, այսօր նորից դատ է։ Ժողովուրդ ինչ ես մտածում օրինակ, քո պետքը չի, որ նրա անչափահաս երեխեքը աշխատող չունեն այս պահին։ Քո պետքը չի, որ քո լավագույն զավակներից մեկը արդեն 9-րդ ամիսն է գտնվում է անազատության մեջ, չնայած ինքը փակի մեջ էլ ավելի ազատ է, քան փողոցներում թափառող 100 հազարավորները, որոնց համար հայրենիք չկա, չկա հայի մշակույթ, չկա հայի իդեա, չկա հայի երազանք։ Մեր գերիներն ու անհետ կորածները, մեր դատապարտվածները Բաքվի բանտերում, մինչև երբ պիտի մնան այսպես անտեր, ժողովուրդ ինչ ես մտածում։ Օրինակ, մի քանի օր առաջ, երբ որ բժիշկներից մի 2-3-ը բողոքեցին այդ 12,000-անոց, 15,000-անոց աշխատավարձի համար, ես զարմացա, այսինքն Արցախը կորավ 1000 բժշկից, քունե մի հոգի չբողոքեց, խոսքը չի վերաբերում Տարոն Տոնոյանի նման բժիշկներին, Չարչյանի նման բժիշկներին, Արտավազ ազգանունը գուցե սխալվեմ, նրա նման բժիշկներին, ովքեր գաղափարական մարդիկ են նաև։ Բայց հենց աշխատավարձը ԿՊ-ն այսպես արեց, արթնացան, հիշեցին, որ իրենք երկրին օգուտ են տալիս, իրենք աշխատում են, իրենք ներդրում ունեն։ Բա Արցախը մի աշխատավարձ էլ չարժեր, հա։ Են լույս է երկիրը, են լույս Արցախը, մի աշխատավարձի չափ բովանդակություն չուներ, որ ժողովուրդ կուլ տվեցիր այս անպատվությունը։ Դու ես մեղավոր, դու, երբ որ Աղավնոն սկսեց հանձնել, այն ժամանակ, այդ դիմադրական շարժման ժամանակ, մեր փողոցներում պիտի ասեղ գցելու տեղ չլիներ, ոչ թե ոստիկանությունը ավելի շատ է, քան բողոքողները։ Եվ հետո այս ոճրագործների որջը երեք չէ, առաջի օրն էր կարծեմ, կառավարության նիստում հայտարարեց, որ բարձրացնելու է դատավորների աշխատավարձը, պարգևավճարները։ Գետին եմ մտնեք։ Այս 8 տարի մենակ լափողների աշխատավարձն եք բարձրացնում, պարգևավճարն եք բարձրացնում։ Անցած կիսամյակի համար 25 թվականին է վերաբերում։ 3 միլիարդ է եղել պարգևավճարը
Նույն 25 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված է 4,600,000 դրամ, 4 միլիարդ 600,000 դրամ, որպեսի լափեն ու ենթարկվեն Նիկոլին։ Երկիրը ուր կգնա այս ճանապարհով։ Ուր։ Ձեզ թվում է թուրքը, որ մտավ, տարբերակելու է, դատավոր է, ոստիկան է, ուսուցիչ է, փողոցը մաքրող է, նա չի տարբերակելու, նրա համար բոլորը մեկ են, հայ է վերջ։ Դու պիտի տարբերակես, դու պիտի քեզ արժեք վերագրես, դու պիտի վիրավորվես, երբ որ քեզ բանի տեղ չեն դնում։ Բացացնեն, ասենք, Կարեն Ֆարխոյանի նման անհագուրդ ոչիլի պարգևավճարը։ Եթե ես իր երեսին ասած չլինեի, հիմա հաստատ չի ասի։ Այդ չգիտեմ, ռոբոտ են սրանք, են Սարգսյանը, որը իբր զբաղված է Քոչարյան դատելով, այ հողս ձեր գլխին։ Դուք ինչ քաշ ունեք, դուք ինչ գիտելիքներ ունեք, դուք ինչ եք տիրապետում օրենքներին։ Գետին եմ մտնեք, դա քիչ է ձեզ համար։ Հիմա էլ պարգևավճարներն է շատացնում դատավորների։ Հետո իսկ ժողովուրդ քո հերթը երբ կհասնի պարգևավճար ստանալու, եթե այսպես գնա։ Դու կդառնաս 100-ամյա զառամծերունի, բայց քեզ մարդու տեղ դնելու ժամանակը երբեք չի գա քեզ համար, որովհետև հերթի կանգնածները գայլի ախորժակ ունեն, բորեն ու ավելի ճիշտ, բորեն ու ախորժակ ունեն, շան հոտառություն ունեն և պատրաստ են երկիր կուլ տալու, քեզ պատմության թատերաբեմից իջեցնելու։ Իսկ այս մասին ով պիտի մտածի, եթե ոչ դու։ Ես եմ շնորհակալ։